Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1347-րդ օրն է։ Ուկրաինացի պաշտպանները անսասան կերպով զսպում են օկուպանտների առաջխաղացումը, թշնամուն պատճառելով զգալի կորուստներ։ Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է ընդհանուր առմամբ 157 մարտական բախում։ Ռուսաստանի բանակը չի կատարել իր խոստումը մինչև նոյեմբեր կործանել եւ փլուզել ուկրաինական ճակատը, կրելով աղետալի ձախողում հարձակման ընթացքում։ Օգոստոսյան խոստման ձախողումը ցույց է տալիս ռուսական հրամանատարության անկարողությունը հասնելու ռազմավարական նպատակների եւ հաստատում է ուկրաինական բանակի բարձր մարտունակությունը, որը շարունակում է պահել իր հիմնական դիրքերը ռազմաճակատում։ Այս մասին հայտնում են ռուսական Պուտինից ազատ լրատվամիջոցները։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմում Մոսկվան թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, իսկ Կիևը հարված է հասցնում Կրեմլի տնտեսությանը։ Փոխանակ ավարտվելու ամեն ինչ վկայում է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հակամարտությունը նոր թափ է ստանում, այս մասին գրում է Տելեգրաֆը։ Ուկրաինայի զինված ուժերը օդային հարվածներ են հասցնում Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմավարական օբյեկտներին՝ ի պատասխան ռուսական օկուպանտների հարվածների Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքի վրա։ Նոյեմբերի 1-ի գիշերը ուկրաինական դրոնները հարվածել են Մոսկվայի մարզի եւ մայրաքաղաքի մերձակայքում գտնվող ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին, ինչի հետևանքով մի շարք շրջաններում արձանագրվել է էլեկտրամատակարարման խափանում, իսկ հոկտեմբերի 31-ին ուկրաինական հետախուզության հատուկ ստորաբաժանումները անթերի գործողություն են իրականացրել թշնամու խորը թիկունքում, շարքից հանելով ռուսական բանակին վառելիքով ապահովող նավթամթերքատար խողովակաշարը։ Լրագրող Օլիվեր Քերոլը հայտնում է Ուկրաինայի ուժերի գործողության մասին Պոկրովսկի շրջանում, որի նպատակն է վերականգնել հիմնական լոգիստիկ ուղիները։ Ըստ լրագրողի, հավանաբար ուկրաինական ռազմական հետախուզության մարտիկները Պոկրովսկի մերձակայքում Դոնեցկի մարզում իրականացնում են հակահարձակողական գործողություն ապա շրջափակելու կարևոր լոգիստիկ գծերը։ Այս մասին գրում է Էկոնոմիստի լրագրող Օլիվեր Քերոլը իր սոցիալական ցանցի էջում, հրապարակելով տեսանյութ, որտեղ ըստ ռուսական կողմի պնդումների ցուցադրված է ուկրաինացի զինվորների դեսանտային գործողությունը ռուս օկուպանտների վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տեսանյութը մենք էլ ենք հրապարակել մեր Telegram-յան ալիքում, հուսամ ձեզանից շատերը արդեն տեսել են, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Բազում ոգևորիչ կադրեր ունենք։ Պենտագոնը ճանապարհ է հարթել Տամահավք հրթիռների մատակարարման համար Ուկրաինային, հայտնում է CNN-ը։ Լրատվամիջոցի տեղեկությամբ Պենտագոնը եզրակացրել է, որ որոշ քանակությամբ Տամահավք թևավոր հրթիռների փոխանցումը Ուկրաինային չի թույլատնի ԱՄՆ-ի պաշարները։ Այս գնահատականով վերացվել է հիմնական առարկությունը նշված հրթիռների մատակարարման դեմ, սակայն վերջնական որոշումը դեռ մնում է Սպիտակ տան տիրոջ Դոնալդ Թրամփի ձեռքում։ Միևնույն ժամանակ Ուկրաինան արդեն ակտիվորեն կիրառում է իր նոր Ֆլամինգո թևավոր հրթիռը մինչև 3000 կիլոմետր հեռավորությամբ հակառակորդի թիրախներին հարվածելու համար։ Le Figaro-ի տվյալներով Ուկրաինան արդեն 9 անգամ կիրառել է իր նոր հրթիռը։ Մինչ Կրեմլը միլիարդավոր ռուբլիներ է ծախսում Ուկրաինայի դեմ պատերազմին, Ռուսաստանի մարզերը մեկը մյուսի հետևից հայտարարում են ծախսերի կրճատման մասին, տեղական բյուջեների եկամուտների նվազման եւ պարտքային բեռի աճի պայմաններում Ռուսաստանի սուբյեկտները կրճատում են զարգացման ծրագրերն ու սոցիալական պարտավորությունները։ Դե վառելիքի ճգնաժամի մասին ինձ թվում է տեղեկությունները մեր Telegram-ից ստանում եք, գնալով աճում է ճգնաժամը Ռուսաստանում, մեկը մյուսի հետևից ռուսական ռեգիոնները մնում են առանց վառելանյութի։ Եկամուտների ճգնաժամը արդեն ընդգրկել է տարածաշրջանների 2/3-ը, գրում է Moscow Times-ը։ Միաժամանակ ռուսական երկաթուղիների ֆինանսական ճգնաժամն է ավելի խորանում։ Մենաշնորհը 5 տարվա ընթացքում առաջին անգամ անցել է վնասների, բեռնափոխադրումների կտրուկ անկումն ու վարկային տոկոսների աճը ստիպել են ընկերությունը կրճատել ներդրումները եւ աշխատակազմը, հաղորդում է The Moscow Times-ը, հղում անելով ընկերության հաշվետվություններին։ Մենք հայերս լավ գիտենք, որ հայկական երկաթուղին էլ է պատկանում ռուսական երկաթուղիներին, ավելի ճիշտ իրենք կոնցեսիայի են վերցրել հայկական երկաթուղին, եւ շատ կարեւոր է այստեղ ուշադիր լինել, որպեսզի ռուսական ճգնաժամը չտարածվի Հայաստանում։ Կարծես հագեցած եթեր է, չէ՞, սպասվում շաբաթօրով։ Մինչ մեր եթերի այլ
թեմաներին անցնելը խնդրում եմ մի քանի վայրկյան տրամադրեք մեր եթերը լայքելուն եւ եթե հնարավոր է կիսվեք խնդրում եմ սոցիալական ցանցերում։ Միասին ցույց տանք YouTube-ին, որ մեր եթերը կարեւոր է, որպեսզի ավելի շատ մեր հայրենակիցներ իմանան ինչ է կատարվում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ։ 1993 թվականի նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտավ Մաաստրիխտի պայմանագիրը, որով օրինականորեն հիմնադրվեց Եվրոպական միությունը, մայրցամաքում քաղաքական եւ տնտեսական համագործակցության նոր դարաշրջան սկսելով։ Այս ամսաթիվը համարվում է այս հզոր միության ծննդյան օրը, որը դարձել է միասնության եւ խաղաղության խորհրդանիշ։ Եվրոպական ուղին միայն քաղաքականություն չէ, այլ արժեքներ, այսպես ասած միասնություն բազմազանության մեջ։ Միացյալ Եվրոպայի հիմքը ոչ թե տնտեսությունն է կամ բյուրոկրատիան, այլ մարդիկ, ովքեր կիսում են խաղաղության, ազատության եւ արժանապատվության ընդհանուր իդեալները։ Եվ իմ հայրենիք Հայաստանը ու իմ այսօրվա երկիր Ուկրաինան նույնպես պատկանում են եվրոպական քաղաքակրթությանը։ Հուսամ մի օր մենք բոլորս կհայտնվենք եվրոպական ապահով տանիքի տակ, քանզի այսօր Եվրոմիությունը նաեւ նոր պաշտպանական ճարտարապետություն է կերտում, որի լոկոմոտիվն է հենց Ուկրաինան, երկիր, որը 4 տարի առաջ խնդրում էր գործընկերներին օգնել պաշտպանել իր սուվերենությունը, իսկ այսօր համարվում է ամուր պատ կամ հենասյուն եվրոպական ընդհանուր անվտանգության համար։ Ուկրաինայի օրինակը, որ անհնարին թվացողը իրագործելի է, շատերին է զարմացրել։ Իսկ մենք հայերս դա նույնպես ցուցադրել ենք 90-ականներին, երբ աշխարհը զարմացած էր, թե ինչպես փոքրիկ եւ սակավամարդ Հայաստանը, լինելով շրջափակման մեջ, ծնկի բերեց ոսոխին, թվով եւ տարածքով իրեն գերազանցող։ Եվրոմիությունը այն միջավայրն է, որտեղ մեզ չեն ստիպելու փոխել մեր ինքնությունը, չեն ստիպելու հրաժարվել մեր ազգային արժեքներից, այլ միասին հպարտանալու ենք ընդհանուր արժեքներով, պատմությամբ ու մշակույթով ու տեխնոլոգիապես եւ տնտեսապես զարգանալու ենք հանուն նոր սերունդների բարեկեցության եւ ապահովության։ Գեցե Եվրոպան, Հայաստանն ու Ուկրաինան միասին առաջ։ Շնորհավոր Եվրոմիության հիմնադրման օրը։ Լիտվան իր հերթին պաշտպանում է Եվրոպայի դարպասները, երկիրը կդադարեցնի նավթի տարանցումը դեպի Կալինինգրադի մարզ ռուսական Լուկոյլ եւ Ռոսնեֆտ նավթային ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով։ Վիլնյուսը կկանգնեցնի նավթամթերքների տարանցումը դեպի Կալինինգրադի մարզ։ Լիտվայի պետական երկաթուղային ընկերությունը հրաժարվել է տեղափոխել բեռներ, որոնք կապված են ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների հետ, երկրորդային սահմանափակումներից խուսափելու նպատակով։ Գիտեմ, որ անհամբեր սպասում եք տեղեկությունների Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների մասին, ուստի եթերի լրատվական մասը սկսենք հենց դրանով։ Ասեմ, որ հերքվել են այն լուրերը, որ ռուսները երեք շտապեցին համացանց նետել, թե իբր ուկրաինական դեսանտը իրենք ոչնչացրել են Պոկրովսկի տակ։ Այդ լուրը հերքվում է ուկրաինական կողմից։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության մասնագետները անթերի գործողություն են իրականացրել նաև Թշնամու խորթիկունքում, շարքից հանելով ռուսական բանակին մատակարարող նավթամթերքատար խողովակաշարը։ Պայթունի վայրը գտնվում էր Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում, հենց այդ տեղով էլ անցնում էր խողովակաշարի 3 հիմնական գծերը, որոնցով ագրեսոր Ռուսաստանը տեղափոխում էր բենզին, դիզելային եւ ավիավառելիք։ Թեև օբյեկտը պաշտպանված էր խիտ հակադրոնային համակարգերով եւ ուժեղացված պահպանությամբ, 3 գծերն էլ միաժամանակ ենթարկվել են հարվածների, խոցումների հետևանքով տեղի են ունեցել հզոր պայթյուններ եւ օբյեկտը դուրս է եկել շահագործումից։ Խողովակաշարի երկարությունը կազմում էր մոտ 400 կիլոմետր, դրա միջոցով ամեն տարի տեղափոխվում էր մինչև 3 միլիոն տոննա ավիավառելիք, 2.8 միլիոն տոննա դիզել եւ 1.6 միլիոն տոննա բենզին։ Վառելիքը մատակարարվում էր Ռիազանի, Նիժնի Նովգրադի եւ Մոսկվայի նավթավերամշակման գործարաններից, այնուհետև ուղղվում ռազմական օդանավակայաններ եւ բազաներ, որոնք մասնակցում են Ուկրաինայի դեմ հարվածներին։ Այս հարվածը ել ավելի է խորացնելու վառելիքի ճգնաժամը Ռուսաստանում եւ ծանրացնելու է ռուսաստանցիների կյանքը, այն մարդկանց, ովքեր իշխանության են բերել Պուտինին, այնպես որ պատասխանատվությունը սկսում է հասնել բոլոր պուտինիստներին։ Ինչպես երևի արդեն տեսել եք մեր Telegram ալիքում, տարբեր շրջանների ռուսաստանցիներ բողոքում են անհարմարություններից, որոնք սկսել են զգալ ամեն օր, իսկ եթե միամիտ ռուսաստանցիները կարծում են, թե սա ժամանակավոր երևույթ է եւ մի օր կհաղթահարեն այս իրավիճակը, ապա դա դժվար թե իրականանա, հաշվի առնելով այն քայքայումը, որը սկսվել է Ռուսաստանի տնտեսության մեջ եւ պաշտպանության համակարգում։ Մինչ Պուտինը փորձում է գրավել Պոկրովսկը եւ Կուպյանսկը, նա կորցնում է սեփական երկիրը եւ ժողովրդին։
3 էլեկտրամատակարարման խափանումները բլեքաուտը հասել էր մինչև Մոսկվայի մարզ, բացի այդ նոյեմբերի 1-ի գիշերը ուկրաինական դրոնները հարվածներ են հասցրել նաև Ռուսաստանի այլ մարզերում գտնվող ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին, օրինակ Տուլայի բնակիչները լսել են դրոնների թռիչքներ եւ բազմաթիվ պայթյուններ, մանրամասները ճշտվում են եւ ուկրաինական կողմից հրապարակման համընթաց մենք տեղեկացնում ենք ձեզ մեր Telegram-ում եւ YouTube-յան եթերներում, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ինչպես միշտ պնդում է, թե իբր իրենց հոբ համակարգերը հաջողությամբ հետ են մղել ուկրաինական հարձակումը, սակայն այդ հայտարարություններից ռուսաստանցիների կյանքը իհարկե չի բարելավում։ Իրենց հերթին պարտիզանները ներթափանցել են օկուպանտների գաղտնի օբյեկտ Սանկտ Պետերբուրգի մերձակայքում, հաղորդում է Ատեշ շարժումը։ Ռուսաստանի տարածքում գործող ընդհատակյան շարժումը ձեռք է բերել արժեքավոր տեղեկատվություն ռուսական բանակի հոբ բազայի գտնվելու վայրի մասին Լենինգրադի մարզում։ Ռուսական խոշոր կորպորացիաները 25 թվականին կրում են կոլոսալ կորուստներ, մի շարք ոլորտներում արձանագրվում է փլուզում, այս մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը։ Ռուսաստանի ածխարդյունաբերության ոլորտում, որը նախկինում ապահովում էր Կրեմլին արտարժույթով, այժմ վնասով գործող ձեռնարկությունների մասնաբաժինը հասել է 67%-ի ոլորտում։ Ռուսաստանում պաշտոնական վիճակագրությունն այլևս չի կարող թաքցնել տնտեսական խնդիրների իրական մասշտաբները, սա հատկապես նկատելի է ածխարդյունաբերության ոլորտում, նշում են ուկրաինական հատուկ ծառայությունում, ըստ տվյալների շահույթը նվազել է կրկնակի, իսկ վնասները աճել են 2.6 անգամ։ Մինչդեռ վերջերս այդ ոլորտը համարվում էր ամենաշահութաբերներից մեկը եւ զգալի արտարժույթ էր ապահովում Կրեմլին։ Ռուսաստանի Post ընկերության հիմնական ծառայություններից ստացվող եկամուտները նվազել են 4.5%-ով, իսկ ֆինանսական միջնորդությունից ավելի քան 9%-ով։ Միևնույն ժամանակ վաճառքներից ստացված վնասը կազմել է 10.7 միլիարդ ռուբլի։ Նմանատիպ իրավիճակ է նաև խոշոր մետալուրգիական ընկերություն Նոր Նիկելում 25 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նրա մաքուր եկամուտը նվազել է 39%-ով, իսկ ծախսերը աճել են 34%-ով։ Տոկոսադրույքների բարձրացման հետևանքով արտադրության անկումը վկայում է, որ Նոր Նիկելը կորցնում է իր դիրքերը գլոբալ շուկայում։ Բացի այդ 25 թվականին հսկայական վնասներ է կրել Գազպրոմը, ըստ տվյալների ընթացիկ տարվա հունվարից սեպտեմբեր ամիսների ընթացքում ռուսական այս կորպորացիան ստացել է 170.3 միլիարդ ռուբլու մաքուր վնաս, դա նշանակում է, որ Ռուսաստանի պետական բյուջեն ստիպված է լինելու միջոցներ հատկացնել Գազպրոմի պահպանման համար։ Շատ այլ ռուսական ընկերություններ նույնպես 25 թվականին բախվել են լուրջ ֆինանսական կորուստների, Ուկրաինայի հատուկ ծառայությունները ընդգծում են, որ այս ամենը Ռուսաստանի ռազմական տնտեսության համակարգային անկման հետևանք է։ Ի դեպ Ուկրաինայի մեկ այլ հատուկ ծառայության գլխավոր հետախուզական վարչության տվյալներով Պուտինի շրջապատից որոշ անձինք արդեն ակտիվորեն համագործակցում են ուկրաինական կողմի հետ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի փլուզումը քայլ առ քայլ մոտենում է եւ իհարկե Պուտինի շրջապատը ցանկանում է ապրել նաեւ Պուտինից հետո։ Ռազմաճակատում մարտերը տարբեր ինտենսիվությամբ ընթանում են 11 ուղղություններով, վերջին 24 ժամում Ուկրաինայի օդուժը հրթիռային զորքերը եւ հրթիռահրետանային ստորաբաժանումները հասցրել են հարվածներ հակառակորդի անձնակազմի, զինտեխնիկայի եւ զինամթերքի կենտրոնացման 8 շրջանների։ Ուկրաինայի գենշտաբի տվյալներով Սևերոսլաբաժանսկի եւ Կուրսկի ուղղություններում վերջին 24 ժամում գրանցվել են 11 մարտական բախում, 3 ընդամենը 2 բախման մասին ասացի ձեզ, սա նշանակում է, որ ուրբաթ մարտերը ակտիվացել են Կուրսկի եւ Սումիի մարզերի շրջանում։ Պոկրովսկի ուղղությամբ մեր պաշտպանները կասեցրել են ագրեսորի 48 հարձակողական գործողություններ, Նիկանորովկա, Ռադինսկե, Չերվոնի լիման, Միրնոգրադ, Նավաեկոնոմիչնե, Կոտլինե, Ուդաչնե, Մոլոդեցկե, Դաչնե, Լիսիվկա, Նավապավլիվկա, Պոկրովսկ, Զվիրովե, Նավաուկրաինկա բնակավայրերում եւ Գրիշինի գյուղի ուղղությամբ։ Անցած օրը ուկրաինական զորքերը ոչնչացրել են 400-ից ավել միավոր թշնամու զինտեխնիկա եւ զինամթերք։ Ռուսական զորքերը նոյեմբերի 1-ի գիշերը Ուկրաինայի խաղաղ բնակավայրերի վրա արձակել են 223 հարվածային դրոն, մեր հոպը 206 հակառակորդի դրոն է խոցել, գրանցվել են խոցումներ, ռուսները ինչպես միշտ թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքը։ Դե մեր դրոնների հարվածի մասին ձեզ օրը 24 ժամ տեղեկացնում եմ մեր Telegram-յան ալիքում։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով Ռուսաստանի բանակի ընդհանուր մարտական կորուստները լայնածավալ պատերազմի սկզբից ավելացել են այսօր 900 զինծառայողով եւ կազմել մոտավորապես 1,142,730 ռուս օկուպանտ։ Իդեպ նկատեցիք 3 երբ արտասահմանցի լրագրողները թողարկեցին ուկրաինական դեսանտի մասին Պոկրովսկում լուրը, ռուսական կողմը արագ փորձեց սուտ լուրեր տարածել, թե իբր դրոններով խոցել
են մերոնց եւ նույնիսկ ուղղաթիռներն են խոցել։ Telegram-ում եւ Facebook-ում արդեն մանրամասներով ներկայացրել եմ, որ Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության զինվորականների ստաբիլիզացիոն միջոցառումները Պոկրովսկում շարունակվում են։ Եթե հիշում եք, ուկրաինական դեսանտը ամերիկյան Հավք ուղղաթիռներով էր իջեցվել, մեր ունեցած տվյալներով ռուսական կողմը ստում է նաեւ ուղղաթիռների խոցման մասին։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ օկուպանտները լեզվով ավելի լավ են աշխատում, քան ուղեղով։ Իդեպ, վերջապես եւս 2 Patriot համակարգ, որոնք Գերմանիան խոստացել էր ավելացնել ուկրաինական պաշտպանության համար, արդեն մատակարարման փուլում են։ Մնաց Թրամփը խոստացած Patriot-ները տա։ Երևի թե չարժի շատ երկարացնեմ շաբաթ օրվա եթերը, այս պահին ձեզ հայտնեցի այն, ինչը իրավունք ունեմ հայտնելու, մնացածը բաց տեղեկատվության հասանելիության պահից անմիջապես ձեզ կներկայացնենք եւ մեր Telegram-ում եւ YouTube-յան ալիքում։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները։ Հուսամ ավելի լավ լուրեր կունենանք արդեն վաղը։ Բարով մնաք, փորձենք վայելել հանգստյան օրերը։